ասում եմ, որ գներ ինձ էլ հետդ կտաներ իրար հետ, այնա սենց մենակ չէի չարչարվի։ Ինքը ամեն աշխատանք էլ օգնում էր։ Զրիցան էլ չէր սիրում, անսասխելոք մարդերը։ 2 տարի առաջ էլ գնաց, այսինքն բռնեց հավերժի ճամփան, էլի անխոս ու չխոսկան ու մենակ թողեց Սոնիկին։ Գնաց ու պապի չխոսկանությունից առաջացող լռությունը դարձավ ահավոր, բայց օր ու ժամ չկա, որ տատը Ալևորի հետ չխոսի, մեկ-մեկ էլ կռիվ չանի, թե ինչու մենակ թողեցիր, միայն քո մասին մտածեցիր ու գնացիր, բայց ինչ արած, կյանքն է մի օր ծնվել են, մի օր պետք է գնան, ասում է տատը։ Իրար հետ ապրել ենք 52-53 տարի։ Նորա մահացել 2 տարի, որ մահացել ոչինչ։ Դե հիմի ես էլ մահանամ կլի 80-ս արդեն լրացել է։ Ժամանակն է։ Եղեգնուտ հարզ եկած Սոնիկը օձունի աչքի լույս հարսնացուներից էր, բուժքույրական էր սովորում, խելոք, համեստ, իսկ փեսացուների սրտով, որոնց թիվ ու հաշիվ չկար, բայց ոնց ասում են, սաբաբի, այսինքն միջնորդի միջոցով հարս բերին Եղեգնուտ։ Տալը քերուս կնիկներ, հա սաբաբով եկել եմ, գեղից էլ կար, Ալավերդի ես քույրականն եմ ավարտել, ընդեղել ունեի, որ հավանում էին, խելոք աղջիկ եմ ելել, դրամ էլ հավանեին։ Կեսդարյա կյանքի ընթացքում մի թեթև վեճ անգամ չի եղել իրենց մեջ, չգիտի իրենից էր, թե քիչ խոսող պապից, բայց համատեղ կյանքն անցել է հալած յուղի պես։ Վախտի բանա, բայց ընդհանուր 52-53 տարի իրար հետ ապրել ենք, համերաշխ 3 երեխաներ ունենք, 3-ն էլ օրինավոր, շնորհքով, ամենքն իրանց ընտանիքի մեջ։ Այնքան համեստ ու խելոք է եղել տատը, որ սկեսուրի հետ էլ գոնե մի անգամ չի վիճել, պատվով հարգանքով ճանապարհել է, ապրած տարիներին էլ գլխի վրա պահել։ Խաղաղության աղավնու դեր է տարել նաև որդիների ու հարսների մեջ, նրանց էլ աչքի լույսի պես պահել այն համոզմամբ, որ ինչ ցանես, դա էլ կհնձես։ Ես կռվարար չեմ, ճիշտ ասում են, օձունը կռվարար է, կռվարար տեղը, բայց ես կռվարար չեմ ելել, ու իմ ընտանիքն էլ օձունի, շատ խելոք ընտանիք են ելել։ Սոնիկի ու սկեսուրի հարաբերություններն այնքան ջերմ էին, որ կինն աչք էր փակել ադատների վրա ու ազատել Սոնիկին ծանր պարտականություններից։ Սկեսրայրի ոտքերը լվանում էր, իսկ սկեսուրը արգելել էր, հիշում է տատը։ Կճուճի միջին ինչ ձեն տաս, են էլ կլսես։ Որպեսզի լավ բաներ լսես, ավելի լավ բան ասես։ Լավ ընտանիք ենք ելել։ Ինքը տարիքով հենց իմ հասակին է մահացել, բայց շատ պարավ էր, դե հին ժամանակները հագուստով, բանով, լրիվ տարբերվում են մի ժամանակակից մարդկանցի, բայց չէ, համերաշխ ենք ապրել, փառք Աստծո։ Այն ինչ ժամանակին համարվում էր պարտադիր եւ սրբություն, այսօր մոռացված է։ Ժամանակակից հարսները հաճախ են ծիծաղում ու զարմանում հին ադատների վրա, որ կանանց տանջում էին, դժվարացնում առանց այդ էլ բարդ կյանքը։ Ինքը թույլ չէր տալի։ Կեսրարինս դե պարավ մարդերն է, մի քիչ էլ իրան էր պարավի տեղ շատ դնում, թույլ էր, էլի, բայց գրագետ, այս գյուղի առաջի գրագետ ընտանիքը իրանք են ելել։ Հովի վայելել, բայց գրագետ հովի վայելել, ուղղակի դեն ժամանակ 4 դասարան ավարտել, մինչև գնացել, ծխական դպրոց, բայց էդ այլել այն ժամանակվա, բայց շատ նա առանց թերթ կարդալու, առանց գիր կարդալու ոչ մի օր չի ունեցել, ինչքան ես իրան ճանաչել եմ։ Ես ինձ թույլ չէի տալ, որ նա ասի ոտներս լվա, ադաթ էր, պտի լվանայի։ Իրեն ժամանակ խոսելն ու հակաճառելն էլ ամոթ ու անընդունելի էր, ասում է տատը, բայց տանջանքը շատ, ցերեկն աշխատում էին, մութն ընկնելուն պես քար էին տեղափոխում, ավազուփայտ, որպիսի գլխներին տանիք ունենան։ Բոլորն էլ կառուցմանը մասնակցում էին, փորը կախված, անգամ հղի վիճակում, չարչարվում ու մասնակից էին լինում տան կառուցմանը։ Բոլորը բաղնիք ունեն, մաքրվում են, իրանք գնում են լողանում, էլ կարիք չկա, որ դե ճիշտն ասած ես որ եկել եմ հետամնաց գյուղ այլել, բայց մի շատ լավ է, գազը, բնական գազը կա, լույսը կա, ջուրը կա, այն ժամանակ ջուրը ուրիշ տեղից էինք բերում, իսկ մի յուրաքանչյուր իր դրանը 2-3 ջուր ունի դրած, բաղնիքն ունի, տենց տուն չկա, բաղնիք չունենա։ Հիմի նիկվա երիտասարդին թող ուրախանան, որ լվանալ չտեն։ Հիմի
այն ժամանակ մութն այլ ժամանակաշրջանը։ Մի լուսավորված բոլորն էլ ամեն ինչ էլ տենել են, գիտեն էլ։ Խոսում են, դուսել են գալի տակից։ Ամեն ինչ շնորհքով տեղը տեղին արել դրել են ամուսիններն ու վայելել մինչև վերջերս, բայց մեծ ու լուսավոր տան մեջ տատը հիմա միայնակ է ապրում։ Տղաներից մեկը մոտ է, իրեն հարևան, իսկ մյուսը Ռուսաստանում ապրած հաշտ ու խաղաղ կյանքի գաղտնիքը տատը բացահայտում է ու ավելացնում, ամեն ինչ կախված է կնոջից։ Այս տները առաջի եկած օրվանից տուն չենք ունեցել, փոքր տուներ։ Այս ահռելի տարածքը 9-12-ի վրա տուն ենք սարքել։ Այդքան մեծ տուն, մեր ընտանիքն էլ թեթև այլել, բայց ուզեցել ենք, որ բարեկեցիկ կյանքով երեխեն իր սենյակն ունենա, մեծն իր, հարսն իր, ու այդ ձևի դասավորած ամեն ինչը։ Հարս կեսուր հավերժական հակամարտությունը տատին անծանոթ է, իր երկու հարսների արևով է երդվում ու բոլոր սկեսուրներին էլ արժեքավոր խորհուրդ տալիս։ Ասմա թագավորը նախագահը կնիկնա մարդը վարչապետը։ Համի որն է ավելի բան, ավելի լավ նախագահը չի, վարչապետին էլ կարա ավելի ուղղություն ցույց տա։ Ձեր տանը ո՞նց է ելի։ Նախագահական։ Ճիշտ նա է, որ ամեն բանի մարդը պետքա ամեն բանի էլ չտրվի, պետքա մի քիչ էլ մի բան էլ ականջի հետևը գցի, որ խաղաղություն լինի։ Խորհուրդ կտամ, որ կեսուրները շատ բան տենան, քիչ ասեն։ Մենակ այդ կուզեմ։ Այն որ մի բան էլ ավելալեմ, այդ արդեն ավելը միշտ էլ տհաճա։ Չափի մեջ։ Սոնիկ տատը 6 թոռ ունի, որից 3-ը դեռ ամուսնացած չեն ու դա տատի ցավն է։ Աղջիկ թոռները խելքները տվել են կրթությանն ու կարիերային ու հետ գցել ամուսնության կարևոր գործը։ Տատը բարկացած է։ Այդ Ռուսաստանի մի թոռնուհիս պրոֆեսորական կոչում ստացել Լոմոնոսովի համալսարանում։ Դրա փոքրը իրավաբանական ավարտած, դատավոր աշխատը։ Ստեղ մի թորս քուաֆում պաշտոն ունի, են եսը վարորդա, թենց ամեն բնագավառից էլ ունեմ։ Լոմոնոսովի համալսարանը ավարտել է, ասպիրանտուրան ավարտել է, հմել թե դրանից բացրն ինչն է, են էլ ընդունվել է, որ էդ էլ արդեն որ պրոֆեսոր դառնա։ 20 տարեկանին էլ ասային տանը մնացած, բայց մինչև կայանա ոչ այդ տվյալ աղջիկը կամ տղեն չարժի ամուսնանալ։ Պիտի կայացած լի, աշխատանքն ունենա, տուն ունենա, հարգանքն ունենա շրջապատի մեջ։ Բայց այսքանի հետ էլ չմոռանան ժամանակին ամուսնանալ ու երեխա ունենալ, ավելացնում է տատը։ Զրույցը զրույց, բայց տատի աշնանային գործերը զրույցի պատճառով հետ են ընկնում ու խոսելը շարունակում է արդեն գործի ընթացքում։ Գարնանը ցանած տակդեղի թփերն արդեն չորանում են, պետք է հանել, խնձորը հավաքել, մի խոսքով ձմռան պատրաստվել։ Այս ճակնդեղը հանելու է, այն վարունգը արդեն քանդելու է կապածնին, այս կիսատ պրատ գործերն է։ Ձմռան պատրաստվեմ, տղես ուզմա կանչի իրանց մոտ ժամանակավոր գնամ Ռիազան, բայց չեմ գնա, ես իմ կարող է եւ համոզվեմ մի ամսով, ոչ ավելի, որովհետեւ տունս մեղ կա։ Եթե օրինակ տղես ստեղ ապրելիս էր, այդ մեծ տղես, ես բայց դե դուրը փագիլը շատ վատ բան է։ Փետն ունենք, այդ դեր գազը չենք քաշել, մեր թաղը նոր ենք քաշում։ Բայց բալոնով գազից օգտվում եմ, ոչ մի դժվարություն, վաղնիքը կա ամեն ինչը տանը սարքած, պատրաստած, ոչ մի պակաս բան չկա, մի բերանա, այն ինչ ապահիլ է։ Գնայել շուտ հետ կգա, տատը չի ուզում դուռը փակվի, գյուղի շատ ու շատ տների նման, պապի Ռոբերտի դարդուցավն էլ էր դա, որ հանկարծ տան դուռը չփակվի, տատն էլ բաց է պահում։ Կյանքը լավ է ապրել, տատը դժգոհ չէ, միայն ափսոսում է, որ շատ է խնայել, խնայողություններն էլ անտեր բանկին պահտվել։ Մենակ նրա համար եմ շատ ափսոսում են ժամանակը իմ ոչ ճիշտ, մենակ դրա համար ափսոսում եմ, որ այդ գծած փողերը մինդի ոչ մի կոպեկ այլ եթե տանել,
Չնայած դեռ ինձ չի հասնում, 84 տարեկան եմ որ ստանամ, թե որ եմ։ Տնտեսվարությունը չլեր, ոչ կարեինք տուն սարքեինք, ոչ կարեինք այդքան 30-40 հազար են ժամանակ փողը բանկում ունենալը դա հասարակ բան էր, հասարակ բան չէր։ Մինչև հիմա ափսոսում եմ, շատ եմ ափսոսում։ Չնայած դե այն ժամանակ արդեն սեփական մեքենաներ ունեինք, այդ մարդատարել, գրուզավիկ էլ ունեցել ենք, ամուսինս վարորդ էր։ Պակաս ձևով չենք ապրել։ Բայց այդ տնտեսվածն էլ որ կարեինք ավելի լիարժեք կյանքով, ռեստորաններով, բանով, ապրեինք գոնե մի հետ երկու հետ, չնայած թե մի հետ դրանից էլ չենք զուրկ ելել։ Դուք չափսոսակ փողին։ Գնացեք ոնց կարում եք այն ձև էլ ապրեցեք, ազիս այդ հավաքիլը հետ չարժե, լիարժեք ապրեցեք։ Բայց այն որ էքուցվա համա ոչ մերել էլ գետնի երեսին չի մնամ։ Մտածեմ, բա մեզ մեր վերջի օրվա փողը չունենանք, բայց ուրա մի տարանկեր ան այդքան փողը։ Եղեգնուցի Սոնիկ տատին ժամերով կարելի է լսել ու կյանքի դասեր ստանալ։ Այսօրվա մի քիչ լեզվանիկ հարցներին ու անզիջում սկեսուրներին տատը խորհուրդ է տալիս զիջող լինել ու շատ բաներ անտեսել։ Ժողովրդական մի հատ խոսք կա, քարի մի կողքը որ կոշտալը մեն միննել փափուկ դրիլ որ իրար վրա տնես այդ պատ դառնա։ Եթե երկու կողմն էլ կոշտա, հնարավոր չի որ այդ ընտանիք դառնա։ Պետք է զիջող լինի, մի կողմը գոնե պետք է զիջող լինի, զիջիլը ամենաճիշտ բանն է։ Եթե մարդը չպետք է ամեն ինչ էլ ինչ որ մտքովը գալիս է ասի, ոնց կարելի է։ Դրա համար էլ այդ բաժանությունները այդ բանից առաջանում։ Գալիս են դրած ապրուստի միջին նստում են, լիզուներն էլ երկար պահում։ Ու այդ բոլորն ասում են, մերներն էլ իրանցի բեթարալաբաշնալը գնում են սկսում ակռիվ դառնալը, հետո էլ ինչ երեսով են նորից նույն ընտանիքում ապրում։ Նամուսա պետք, աղջիկ ջան, չգիտեմ ամուսնացածիս, ամուսնացած չես, խորհուրդ կտամ, իմ խորհուրդով ես ոնց ինչքան ասեցի, այդ նույն ձևի լավ ընտանիք ունենաս։ Սոնիկ տատիկը մեզ ճանապարհում է իր բարի ժպիտով ու արժեքավոր խորհուրդներով։ Նրա խոսքերը պարզ ու խորը հիշեցնում են բարության, ամփերության կարևորության մասին։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Եղեգնուտից, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։